Կանարկացել է վերջին ույսը դաշնակցությունն է։ Նախ ռեպլիկի կարգով պարոն Զաքարյանի հետ մի հարցում համաձայն չեմ, որ ասում հարցը տալիս, թե եթե զորավարժություններ լինեն, պայմանական հակառակորդ թողով է, այս իշխանության պարագայում զորավարժություն պարզապես չի լինի։ Պարոն Զաքարյանը ղեկավարել է, պարոն Զաքարյանը անալի դեմքերից մեկն է եղել պաշտպանության նախարարության, եթե մոնիտորինգ անենք պաշտպանության նախարարության պաշտոնական զինուց ծրագիրը, որը հարկատուների գումարներով է սովորում, կտեսնեք, որ ծաղիկ ու թիթեռ նկարելուց բացի բան չկա։ Երբեմնի մեր փառապան բանակի խոսափող զինուց ծրագիրը սկսվում է, որ ատեստացիայով ինչ-որ սպա սկսել է բարձր աշխատավարձ ստանալ, վերջանում է, որ եւս 3 աղջիկ գնացել են ծառայության ինչ-որ 1 միլիոն, 1,5 միլիոն դրամի հաշվին, ու վերջ։ Մեկ թիթիզ բաներ, ֆորմայի։ Պարոն Հովհաննիսյան, իրականում շատ անկյունակարային հարց է, գործընկերներս տարբեր անվտանգային շերտերի անդրադարձան, մի քիչ կընդհանրացնեմ ավելի։ Գիտեք, անվտանգության մեծ սպառնալիքների մեջ այսօր մի օրինակի վրա ասեմ, այսօր ականատես եմ եղել մի զրույցի, մեկը մեկին ասում էր, որ մոտ ազգական է մահացել, բայց սա չեմ գնալ։ Հարցրեց ինչի, ասեց երեխեքը նիկոլական է։ Ասեց երեխաները, որտեղ նիկոլական են։ Իրականում սփյուռք հայրենիք պառակտվածությունը առանձին վիհեր ներ հայաստանյան պառակտվածությունը, որտեղ նախորդ 30 տարիներին քաղաքական պայքարը որքան էլ դժվար է եղել, որքան էլ ճակատի է եղել, երբեմն նաև զոհերի է հանգեցրել, բայց երբեք քաղաքականությունը ներհասարակական, ներընտանեկան պառակտվածության պատճառ չի դարձել։ Վերադառնալով Սփյուռքի։ Իրականում այսօր էլ լուրջ մտքի գեներացիա կա Սփյուռքում։ Սփյուռքում լուրջ խմորումներ կան, ինքնագնահատման, ինքնափնտրության, այսպես ասեմ, որովհետև ի վերջո 20 թվականի 44-օրյա պատերազմից այդ ողբերգական արդյունքներից հետո Սփյուռքը լուրջ մի մեր ճգնաժամի առաջ է կանգնել։ Ես միշտ Սփյուռքի հիասթափության օրինակը միշտ բերում եմ Հալեպում Արամ Մանուկյան դաշնակցության մեծ կենտրոն կա, մի քանի հարկանի շենք է, որի ռեստորանը կոչվում է Սպիտակ։ Եվ ինչի է կոչվում Սպիտակ, որտեղ հալեպահայ նվիրատվություններով, երբ որ սկսել են շենքը կառուցել, որ այսօր հայության հավաքատեղին 88-ի երկրաշարժն է եղել, եւ ամբողջ շենքի շինարարությունը կանգնեցրել են, եւ ամբողջ ներուժը հալեպահայությունը ուղղել է հայրենիք, ինչպես Սփյուռքի բոլոր գաղութները, եւ հետո միայն երբ որ շարունակել են շենքի կառուցումը, շարունակությունը, դրա համար հիշատակ Սպիտակի երկրաշարժի այդ ճաշարանը կոչվում է Սպիտակ, եւ իրականում 30 տարի Սփյուռքը մի կանգնեցրել է իր զարգացումը, ներքին շենացումը, հազար մի տեսակ կառույցների վրա աշխատանքը, այդ ամբողջ ներուժը ուղղելով հայրենիքին։ Եւ 44-օրյա պատերազմից հետո բնականաբար ինչպես շատերից մոտ փլուզում է, այլևս չկա Արցախ, այլևս չկա այդ 30 տարվա պայքարը։ Երեք պետք է շատ անկեղծ ասեմ։ Պարոն Զաքարյանը շատ լավ ճանաչում է Ամերիկայի հայդատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակում աշխատում է Էլիզաբեթ Չուրջան անունով Ամերիկայի մեր ընկերուհի, որ Էլիզաբեթը մատոր է եղել տարիներ շարունակ։ Հայ հեռուստադիտող Էլիզաբեթին գիտի, որովհետև ամենահասանելին է եղել լրատվամիջոցների։ Պարոն Զաքարյանը տեսել է հայոց ցեղասպանության բանաձևի քննարկում եւ քվեարկությունը ոնց են կազմակերպում։ Ես Էլիզաբեթի հեռախոսահամարը երբեք հեռախոսումս չեմ բարել, բայց անգիր գիտեմ մինչև հիմա, ամերիկյան համարներն երկար են, որ գրեթե 2 օր, մեկ տարիներ շարունակ ես Էլիզաբեթի հետ խոսել եմ հեռախոսով։
ու պետք է անկեղծ ասեմ 44 օրյա պատերազմից հետո ես երես չեմ ունեցել Էլիզաբեթին զանգահարել երես չեմ ունեցել որովհետև եւ ինքը մարմնացումն է իմ համար նայած Սփյուռքի որովհետև ես չգիտեմ ինչ ասել մարդ որ իր 24 ժամ իր ամբողջ գիտակից կյանքը նվիրել է ամերիկյան կոնգրեսում պետական կառույցներում հանուն Հայաստանի հանուն Արցախի հայ ժողովրդի այդ ամբողջ աշխատանքի ես էլ ինձ համարում եմ որպես ամբողջ Հայաստանցու մարմնացում երես չեմ ունեցել Եվ շատերի դեպքում է այդ մեծագույն պրոբլեմը։ Երկրորդ վտանգը, որ կա, որ այսօր մեր երկրում տեղի ունեցողի շարունակությունն է։ Նայեք, եկեղեցու դեմ արշավը դուք վերնագիր ես քննարկման դրել եք Հայաստանի եւ հայության։ Իրականում լրջագույն սպառնալիք է ամբողջ Սփյուռքի համար։ Իրավական առումով սպառնալիք է Որովհետև 2-3 թեզեր, մեկ, որ մայրաթորը, չգիտեմ, տարբեր եպիսկոպոսներ, KGB-ի գործակալ է, այլ երկրի ենթարկող է։ Ի վերջո ամենայն հայոց կաթողիկոսը եւ հայ առաքելական եկեղեցին համահայկական է։ Ամենայն հայոց կաթողիկոսն է աշխարհի տարբեր թեմերում թեմակալ առաջնորդ նշանակում, հոգեվորականներ գործուղում Եվ բոլոր երկրների անվտանգության մարմինների համար այս անուղեղների այդ ամբողջ ներքին պայքարը եկեղեցու դեմ դառնում է լուրջ մտահոգության գործիք որովհետև եթե գործակալ է, եթե այլ երկրի գործակալ է, նշանակում է իր գործակալական ցանցը ամբողջ աշխարհով Եվ եւս մի բան կա, այդ նույն շրջագծում թե բա ինչի է այլ երկրի քաղաքացի եւ սպառնալիք է մեր բոլոր թեմերի համար նվիրապետական աթոռների համար որտեղ սրանց ուղեղում այդ չկա Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կշիռը համահայկական հայ ժողովրդի ամենամեծ ձեռքերից մեկը ամենամեծ ուժականություններից մեկը Սրանց ուղեղը չի ասում որ իրեն ներքին եկեղեցու դեմ պայքարով իրեն լուրջ սպառնալիք են Պոլսով Պատրիարքությանը, որտեղ Պոլսով պատրիարք կարող է ընտրվել միայն Թուրքիայի Հանրապետության քաղաքացի։ Եվ իրականում այս առումով սարսափելի մեծ վտանգ է։ Եվ չկա սրանց մոտ ընդհանրապես գիտակցություն այդ սպառնալիքների, ես հիշում եմ արտաքին հետախուզական ծառայության ձևավորման հարցի քննարկման ազգային ժողովում մեկ էլ հելել են ու ասում են դե հա արտաքին հետախուզական ծառայություն Սփյուռքից էլ կարող եք օգտվել հարվածի տակ դնելով Սփյուռքում ապրող տարբեր երկրների օրինապաշտ մեր 100,000-ավոր միլիոնավոր հայրենակիցների իսկ հնարավոր է արդյոք վերականգնել տեսեք ինչ շատ հարցերում ասում են հնարավոր է արդյոք միշտ հայացք ուղղում եմ օրինակի 88-ի Արցախյան շարժումից 2-3 ամիս առաջ համալսարանի իմ դասախոսներից մեկը, որ շատ հարգի դասախոս է, երբ որ ասեցի Արցախ-Ղարաբաղ ցույցի պետքա գնամ, առաջին ցույցն էր 87-ի։ Կլորացրած աչքերով ինչ Ղարաբաղ, ինչ բան։ Մի քանի ամիս հետո հայ ժողովուրդը Արցախ էր գոհ։ Նույնը վերաբերում է Սփյուռքին պետք է նկատի ունենանք, որ Սփյուռքը ամբողջական տարողությամբ մինչև 88 թվականը, մինչև ազգային շարժում եւ Հայաստանի անկախացում մեծամասամբ վանված է եղել Հայաստանը։ Խորհրդային Հայաստանի պայմաններով է հաշվի չառնենք Սփյուռքի այդ կոմիտեն, որ կար հայրենիքի ձայնը սովետական Հայաստան ամսագրել է, որովհետև մեծամասամբ, այսպես ասեմ, նաև դաշնակցության ազդեցության շրջանակներն ամբողջությամբ պոտորված է։ Պահանջվեց 1-2 տարի, որ այդ ամբողջը վերադառնա։ Հետո նաև նոր անկախ Հայաստանի ժամանակ։ Ինչ որ պայի նարին ջուտողները չպետք է որոշեն Հայաստանի քաղաքականությունը, բավականին լուրջ հարված էր հայրենիք-սփյուռք հարաբերությունների։ Բայց մենք ունեցանք հայրենիք-սփյուռք հարաբերությունների ցույց տվեք ասել ոսկեդար, որովհետև հայրենիք-սփյուռք փոխգործակցությունը նաև ազգային հարցերի շուրջ
հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի շուրջ 2007-ին հանգեցրել էր Թուրքիայի ամենահայտնի լրագրողներից մեկի Մehmet Ali Birandի խմբագրականի վերնագրի հայկական ցունամի Birandը իր երկրին, իր ժողովրդին, իր կառավարությանը Թուրքիայի ասում է, որ դուք լուրջ չեք վերաբերում, հայկական ցունամին է գալիս եւ իրականում հնարավոր է վերականգնել այդ ցունամին, բայց այստեղ պետք է ունենանք լրիվ նոր որակի իշխանություն, որը ի տարբերություն սրանք, որոնք 18 թվականից հետո անտեսեցի Սփյուռքի բոլոր կայացած կառույցները եւ սկսեցին անհատական ինչ-որ երկխոսություններ առանձին անհատների հետ։ Իդեպ այդ առանձին անհատներից շատերը նույն Միացյալ Նահանգներում, եթե առաջին 1-2 տարի այս իշխանության հետ ուներ հարաբերություններ, հիմա ամբողջովին երես են թեքել։ Եվ դրա համար Սփյուռքում այդ Սփյուռքի գործերի հանձնակատարի նշանակած մարդիկ համայնքում անճանաչելի մարդիկ են։ Նախ իրական համագործակցությունը պետք է լինի Սփյուռքի կայացած գործուն իշխանություն ունեցող կառույցների հետ։ Պետք է անկեղծ զրույց Սփյուռքի հետ հասկանալու նաև Սփյուռքի խնդիրները, հասկանալու եղած խնդիրները եւ նաև անկեղծություն ունենալու ներկայացնելու իրոք մեր խնդիրները եւ Սփյուռքը համարելու որպես հայության միասնականության խորհրդանիշ։